Իրանը փոփոխությունների շեմին, նոր առաջնորդի ուրվականը և փողոցային մարտեր Թեհրանում։ Մինչ պաշտոնական լրատվամիջոցները լռում են, փորձագետները հարց են տալիս, արդյոք նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրականում գոյություն ունի, թե երկիրը կառավարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի հաղորդագրություններով։ Իրանի ներկայիս քաղաքական վերնախավում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Ալի Խամենեիից Մոջթաբա Խամենեիին իշխանության փաստանցի փոխանցումը վկայում են ոչ թե վարչակարգի թուլացման, այլ դրա երիտասարդացման և մարտավարական թարմացման մասին։ Հոգևոր առաջնորդի Ռահբարի ինստիտուտը, որը հանդիսանում է Իրանի պետականության ողնաշարը, ցույց է տալիս ինքնապահպանման բացառիկ վնաս։ Մեկ Խամենեիին մյուսով փոխարինելը պարզապես դեմքերի փոփոխություն չէ, այլ ավելի կոշտ, ավելի էներգետիկ և տեխնոլոգիապես զինված սերնդի մուտքը քաղաքականություն։ Այս նոր սերունդը, որի խորհրդանիշն է Մոջթաբա Խամենեին, չի հրաժարվում իսլամական հեղափոխության հիմնարար գաղափարներից՝ հակաամերիկանիզմից, հակասիոնիզմից և տարածաշրջանային գերիշխանության ձգտումից։ Ընդհակառակը, նրանք գալիս են այդ նույն գաղափարներն իրացնելու ավելի թարմ և ագրեսիվ մարտավարությամբ։ Եթե հին սերունդը հենվում էր ավանդական կրոնական հեղինակության վրա, ապա նոր էլիտան, երիտասարդ պահպանողականները սերտաճած են ռազմական ենթակառուցվածքների և հատուկ ծառայությունների հետ։ Սա նշանակում է, որ Իրանի քաղաքականությունը դառնալու է ավելի պրագմատիկ իր դաշնության մեջ և ավելի ճկուն արտաքին ճնշումներին դիմակայելիս։ Տողատակում այս սերնդափոխությունը հուշում է, որ վարչակարգը չի պատրաստվում զիջումների գնալ ոչ ներքին ընդդիմությանը, ոչ էլ արտաքին թշնամիներին։ Նոր ղեկավարության համար իշխանության պահպանումը բացարձակ արժեք է, իսկ երիտասարդ տարիքը նրանց հնարավորություն է տալիս երկարաժամկետ պլանավորել դիմադրության առանցքի հետագա քայլերը։ Իրական նպատակը համակարգի գոյատևումն է նոր դարաշրջանում, որտեղ հոգևոր առաջնորդի կերպարը ստանում է ավելի շատ ռազմաքաղաքական կառավարչի, քան կրոնական հեղինակության գործառույթներ։ Սա ոչ թե Իրանի թուլացման, այլ դրա վերակազմավորման փուլն է, որտեղ հին գաղափարախոսությունը փաթեթավորվում է նոր, ավելի կենսունակ և վտանգավոր մարտավարական լուծումներով։